Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ափսոսանքն է հայտնում արդեն նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ։ Առաջին լրատվականի այն դիտարկմանը, թե կիսում է իրավապաշտպանական կազմակերպությունների այն գնահատականը, որ Անդրեասյանի հրաժարականը պայմանավորված է իշխանությունների ճնշմամբ, Էլինար Վարդանյանն ընդգծեց. Գնահատական չեմ պատրաստվում հնչեցնել եւ էլի պետք է կրկնեմ, ճիշտ կլինի, եթե հրաժարական ներկայացնողը, այս դեպքում մարդու իրավունքների պաշտպանը, ինքը հիմնավորի իր հրաժարականի պատճառները։ Ես ափսոսանք պետք է հայտնեմ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի վերաբերյալ, որովհետեւ մեր համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ իրականում ստացվել է, որովհետեւ ինչպես տեղյակ եք, մեր հանձնաժողովներ, որ անմիջապես աշխատում է մի գրասենյակի հետ։ Ինձ համար սպասված չէր մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը եւ կրկին պետք է ափսոսանք հայտնեմ այդ կապակցությամբ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը համաձայն չէ, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել իշխանական գործիչների ճնշման հետևանքով, ասում է Անդրեասյանը եղել է հենց իշխանությունների թեկնածուն։ Ճիշտն ասած, տարօրինակ եմ համարում այդպիսի տեսակետը, որովհետև մարդու իրավունքների պաշտպանին նախկին արդեն ընտրել ենք հենց իշխանությունների թեկնածուն է եղել ինքը եւ մեր խմբակցությունն է առաջարկել եւ քիչ տրամաբանական չեմ համարում, մանավանդ ճանաչելով պարոն Անդրեասյանին վստահ եմ, որ ինքը այնպիսի տեսակ է, որ որևէ ճնշման ինքը վստահաբար չէր ենթարկվի, կարծում եմ որոշակի աշխատանքային կամ այլ խնդիրների պատճառով է ինքը ներկայացրել հրաժարականը։ Ինչ վերաբերում է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, որ եթե 2016 թվականին էլ ինքը շարունակեր պաշտոնավարել, ապա այդ կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի, այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ, Մարգարիտ Եսայանն արձագանքեց. Դեմ եմ, որ որևէ պաշտոնյա հրաժարականից հետո կամ իր հեռանալուց հետո հայտարարություններ անի այն մասին, որ այս կամ այն ինստիտուտը չէր կարող այնպես գործել կամ այսպես գործել, եթե ես չլինեի կամ եթե ես լինեի, մեր բոլոր խնդիրները սովորաբար գալիս են մեր ինստիտուտների կամ ընդհանրապես գալիս են անձնավորումից, պետք չի անձնավորել պետական կառույցները, պետք չի անձնավորել այս կամ այն ինստիտուտը, որովհետև դա համակարգ է, որը գործում է պետության ներսում եւ ճիշտ կլինի, որ մեզնից յուրաքանչյուրը ինքը իր մասին մի քիչ ավելի պակաս հավակնոտ կարծիք ունի, քան ունենում են սովորաբար։ Ես գնահատականներ չեմ հնչեցնելու մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի վերաբերյալ, կարծում եմ այս հարցով պետք է դիմել հենց մարդու իրավունքների պաշտպանին։ Ես կարող եմ պարզապես իմ տեսակետը ասել, որ մեզ մոտ ձևավորված է մի մշակույթ եւ հրաժարականները չեն հիմնավորվում, ինչը հասարակության եւ իշխանությունների միջև այսպես բավականին սեպ է խրում եւ անդունդ է առաջացնում։ Մարիամ Գրիգորյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։